բարի գործի մեջ Աստծո օրհնությունը կա։ Բարի գործ օրհնված է Աստծո կողմից։ Եվ մենք պետք է գտնենք այդ բարի գործը։ Պետք է փնտրենք ու գտնենք բարի գործը, Աստծո օրհնությունը պետք է ստանանք։ Ո՞րն է բարի գործը։ Ամենամեծը բարի գործը ներելն է։ Երբ որ մենք ներում ենք, երբ որ մենք աղոթում ենք միմյանց համար, երբ որ մենք ի սրտե ձգտում ենք Աստծո սուրբ եկեղեցու միության մասին մտածել եւ այսպես հոգեոր շատ բարիքներ կան։ Սրանք բնականաբար եւ ուղղակիորեն օրհնված են Աստծոց, բայց կան գործեր, որոնք նյութական արժեքներ են, օրինակ աղքատին ողորմություն անել, օրինակ եկեղեցի շենացնել, եկեղեցի կառուցել, օրինակ երկիր շենացնելը, մարդկանց օգնել։ Այս բարի գործերի մեջ կա Աստծո օրհնությունը, բայց նաև կարող են արգելքներ լինել, խոչընդոտ լինել բարի գործերի մեջ։ Եվ մենք չպետք է նայենք այդ խոչընդոտներին, այլ պետք է ձգտենք բարի գործի իրականացմանը, վերջին պետք է հասնենք անպայման։ Նույն ձևով էլ չար գործերը Աստծո արգելքն ունեն։ Աստված չի ուզում չարը, եւ արգելք է լինում, որ մարդը չարը չգործի։ Շատ տարբեր միջոցներով արգելում է մարդուն չարը գործել։ Ոչ թե կամքն է խլում, չէ։ Աստված մարդուն կամք է տվել, մարդը ազատ կամքով պետք է գործի։ Բայց ազատ կամքի արտահայտության մեջ եղող չար գործերին կարող է արգելք լինել։ Եփիփան Կիպրացին ասում է, երբ որ Եվան պետք է ծառի պտղից ուտել, մեծ ձեռքերը կարկամել էին, չեն շարժվում։ Մի քանի ժամ փորձում էր, ձեռը թուլացել էր, կամքը ուզում էր, բայց Աստծո արարչությամբ ձեռքերը, ոտքերը կարկամել էին, չէին ուզում, բայց այնքան ինքը ուզեց, մեջը փոխեց։ Եվ այդպես էլ մեր կյանքում Աստված հնարավոր է օրինակ գողության ճանապարհին մեզ արգելքներ ստեղծի, որովհետեւ մենք չգնանք գողության։ Բայց մենք մինչև վերջ, եթե ուզենանք, չհրաժարվենք մեր կամ չար ճանապարհին, շնության ճանապարհին մեզ շեղի ինչ-որ մի ձևով մի բան խափանվի, շատերի կյանքից տարբեր տեսակի վկայություններ եմ լսել, որ ես էսի տեղը պետք է գնայի մեղք գործելու, բայց չստացվեց, չեմ գործել։ Ես իմ կյանքից էլ վկայություններ կարող եմ բերել, որ Աստված ինձ այնքան բաներից է հետ պահել, իհարկե անգիտակից եմ ես եղել, չեմ ուզեցել, այսինքն չեմ հասկացել, ուզել եմ, բայց չեմ հասկացել, հա, բայց Աստված հետ է պահել, չի թողել, որ այդ մեղքը գործել, մեծ մեղքերի մասին է խոսքը, պահել է, չի թողել, որ գործել, տարբեր մարդկանց, տարբեր իրադարձությունների միջոցով մեկ էլ չէր ստացվում, ուզում էի, բայց չէր լինում, բայց հետո որ քանի որ ես երևի պետք է դարձի գայի, առ Աստված դառնայի, Աստված պահեց բոլորիցից, չթողեց, որ մեծ սխալներ գործեմ, մաքուր պահեց, որ Աստծուն ներել։ Ճիշտ այդպես էլ, եթե մենք չենք համառում մեր չար կամքի մեջ, այլ մի պահ է գալիս, հետ կանգնում մեր չար կամքից, միգուցե պատժվելով կամ չպատժվելով կամ տեսնելով Աստծո արգելքը, Աստված արգելում է մեզ չարը գործել։ Երբ որ հետ ենք կանգնում, անմիջապես ներում է մեզ Աստված եւ ուժ է տալիս, այսինքն մեր խիղճը այլևս մեզ չի տանջում, մենք մեր մեջ բարին է սկսում գործել, սկսում ենք բարին, երբ որ բարին ենք գործում, Աստված ոնց որ սենց մի հատ ուժ է տա, քաջություն է տալիս, ներքին համոզում կա, ներքին մղում կա, որ այո դու բարին ես գործում, այսինքն ոչ միայն քո էությունը քո դեմ դուրս չի գալիս, այլ քո էությունը քեզ աջակցում է, ուժ է տալիս, բարի գործի մեջ Աստծո օրհնությունը կա, թե ներսից եւ թե դրսից, հա, չար կարող է բարի գործերին արգելք լինել, հա, օրինակ Հոբի պարագան ոնց էր, այնպիսի արգելքներ ունեցավ, որ կոտորեց, վերջացրեց, ոչնչացրեց, աճ, ծախ, բայց բարի գործ էր Հոբինը,
Հոբանը պետք է դառնար համբերության հայր, ամբողջ աշխարհում պետք է համբերատար, համբերության օրինակ, ծով համբերություն պետք է ունենար։ Չար ինչքան ուզեց արգելել, ինչքան ուզեց խափանել, հոբին ոչնչացնել, վերացնել, չկարողացավ։ Հոբի նահատակությունը, կենդանի նահատակությունը Աստծուց էր։ Աստված էր թույլ տվել։ Այդպես էր, երբ որ մենք բարի գործ ենք կատարում, Աստծո թույլ տվությամբ հնարավոր է, որ արգելքներ լինեն, հա, բայց բարի գործը օրհնված է։ Աստվածի վերջո ճանապարհը բացելու է։ Այդ արգելքներն են ինչի համար են։ Խոչընդոտներ, որպեսզի մենք նախ չհպարտանանք, խոնարհ լինենք։ Պողոս առաքյալն ինչ էր ասում. Տեր հեռացրու ինձանից այս չարի падգամավորին։ Ասես չէ մոռացնի։ Քո տկարության մեջ ամբողջանում է Աստծո զորությունը։ Այսինքն այդ նեղությունների, դժվարությունների մեջ քաղցրանում է Աստծո օրհնությունը։ Իմաստավորվում է Աստծո օրհնությունը։ Դու էլ ես իմաստություն ձեռք բերում եւ վարձք է ավելանում։ Եվ հայտնագործությունը քեզ համար լինում բարի գործը։ Դու փնտրում ես նոր ես գտնում, ձրի չի տրվում ոչի բան։ Ձրի մենակ դրախտում տրվեց, Ադամը կորցվեց։ Ուրեմն բարի գործը Աստծուց օրհնված է, չար գործը Աստծուց անիծված է, արգելված է։ Չի կարելի չարը գործել, պետք է բարին գործել, բայց բարին պետք է փնտրել նոր գործել, գտնել նոր գործել, պետք է գտնել անաղարտ բարին, մաքուր բարին, անխառն բարին, որտեղ շատ անգամ մեզ կարող է թվալ, որ սա բարի է, բայց իրականում չար է։ Հիմա Եվան, երբ որ պտուղն ուտում էր, ինչու էր ուտում։ Անմահանալու համար էր ուտում, որտեղ Սատանն նրան ասեց. ուտեք կլնեք աստվածների նման անմահ կիվանաք չարն ու բարին, բայց Աստված ճիշտ հակառակն էր ասել, ասել էր մի կերեք, կենաց ծառից կերեք, որ անմահանաք, այս ծառից որ ուտեք կմեռնեք։ Այս չար նպատակը իբրև թե բարի էր, բայց միջոցը չարն էր, նպատակը ինչ էր, չէ, անմահանալն էր։ Աստված մարդուն ստեղծել էր անմահանալու համար, բայց միջոցը նպատակին հասնելու, անմահանալու համար մահվան պտուղը կերավ, հակառակ միջոցով ուզեց հասնել իր անմահության նպատակին, դրա համար չհասավ։ Ուրեմն նպատակը չի արդարացնում միջոցները։ Եթե Աստծո բարի նպատակն է, միջոցներն էլ բարի կլինեն։ Աստծո բարի նպատակն ինչ էր դրախտում, անմահանալն էր, բայց կենաց ծառից ուտելով։ Ոչ թե հակառակ Աստծո անմահանալ, ուտել արգելված պտղից։ Հա։ Ուրեմն մեծ համար անաղարտ ու անխառն պետք է լինի բարին։ Հստակ պետք է լինի ճանապարհը դեպի բարին։ Իմաստավորված, տրամաբանված պետք է լինի, արդարացված ու սրբագործված պետք է լինի դեպի բարին տանող ճանապարհը։ Այն ժամանակ մենք նպատակն էլ բարի կլինի, բոլոր միջոցներն էլ նպատակի հասնելու բարի կլինեն, եւ երջո մենք կհասնենք